Վրացական երազանքը դիմում է սահմանադրական դատարան նոր սահմանադրական հայցով։ Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ իշխանությունը սահմանադրական դատարանից հետ կպահանջի նախկին սահմանադրական հայցը, որը ներկայացված էր ոչ սահմանադրական կուսակցությունների արգելման պահանջով։ Շալվա Պապուաշվիլիի պարզաբանմամբ ուղղված հայցում կուսակցությունների ցանկը կընդլայնվի, եւ եթե սկզբնական հայցում ներառված էին 3 կուսակցություն՝ ազգային շարժում, կոալիցիա փոփոխությունների համար եւ ԼԵԼՕ, ապա դրանց կավելանա նաեւ ֆեդերալիստները։ Ընդդիմադիր դաշինքը գովազդում է մայիսի 10-ից 26-ը բնակչության հետ դռնեդուր հանդիպումներ սկսելու մասին։ Նրանք պատրաստվում են մայիսի 26-ի ցույցին։ Ստրատեգիա Աղմաշենեբելի կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն պարզաբանում է, որ առաջին փուլում հանդիպումները կսկսվեն Թբիլիսիից։ Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները կայցելեն բոլոր թաղամասերը, կհասցնեն իրենց ուղերձները եւ կլսեն հասարակության կարծիքը։ Մայիսի 26-ին, ինչպես ասում են, կստանան առաջին համընդհանուր քաղաքական մանդատը հասարակությունից։ Իսկ իշխող թիմում գտնում են, որ նշված ցույցը անկախության օրվա համար պլանավորելը միայն սպեկուլյացիա է։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան վարչական բողոք է ուղարկել Եվրոպական դատարան։ Խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ցուցարարների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին։ Նրանց հայտարարությամբ պետության գործողությունները ոչ միայն անհատական իրավունքների խախտում են, այլ նաև իշխանության չարաշահում։ Կազմակերպությունում ասում են, որ բողոքի գլխավոր նպատակն է, որ դատարանը տեսնի, թե ինչ է տեղի ունեցել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ցույցերը ցրելու ժամանակ։ Իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցում գրում է, որ Ուկրաինան պատրաստ է երկուշաբթի օրվանից վերականգնել նավթի մատակարարումը Դրուժբա նավթատարով, եթե Հունգարիան այլևս չարգելափակի Եվրամիության 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։ Օրբանը նշում է, որ կվերացնի արգելափակումը միայն այն դեպքում, երբ նավթի մատակարարումը վերականգնվի։ Նրա խոսքով այս վարկը Հունգարիայի վրա ֆինանսական բեռ եւ պարտավորություն չի դնում։ 1 գալոն բենզինի գինը $3-ից ցածր կարող է չիջնի մինչև հաջորդ տարի, հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Նրա խոսքով գները հավանաբար արդեն հասել են գագաթնակետին եւ այժմ կսկսեն նվազել։ Իրանի հետ հակամարտության սկսվելուց հետո վառելիքի գինը 1 գալոնի համար աճել է ավելի քան $1-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Հորմուզի նեղուցում նավթի գլոբալ մատակարարման խափանումներով։ Ինչպես գրում է CNN-ը, այսօր 1 գալոն բենզինի միջին գինը $4-ից ավել է։ Փետրվարի 28-ին մինչև ԱՄՆ-Իսրայելի հակամարտությունը Իրանի հետ դրա գինը $3-ից պակաս էր։ Իսպանիայի վարչապետը Եվրամիությանը կներկայացնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը դադարեցնելու առաջարկ։ Այս մասին Պեդրո Սանչեսը հայտարարել է աջակիցների հետ հանդիպման ժամանակ խոսքով ելույթում եւ նշել, որ պատճառը արևելքում զարգացող իրադարձություններն են։ Սանչեսը կոչ է արել Եվրամիության մյուս երկրներին աջակցել Իսպանիայի առաջարկին։ Սանչեսի խոսքով չի համաձայնում Իսրայելի եւ ԱՄՆ-ի գործողություններին Իրանի դեմ եւ դրանք համարում է հսկայական սխալ։ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության պատվիրակությունը Սիոնի տաճարում ներկա է գտնվել Իլիա II հոգեհանգստյան արարողությանը, իսկ մինչ այդ նրանք պատրիարքարանում հանդիպել են Տեր Շիոյի հետ։ Վեհաժողովի անդամները Թբիլիսիում գտնվել են երկօրյա այցով, կայացել են տարբեր պաշտոնական հանդիպումներ։ Բանավեճ է անցկացվել խորհրդարանի նախագահի հետ, ինչպես նաև հանդիպում է կայացել Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ։ Վրաստանում 2026 թվականի առաջին երամսյակում գինու որակի վերահսկման ցուցանիշները բարելավվել են։ Տեղեկությունը տարածում է Գինու ազգային գործակալությունը։ Նրանց տվյալներով տասնյակ ընկերություններում իրականացվել են ստուգումներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանող արտադրանքի մեջ խախտումների թիվը նվազել է, ինչը վկայում է որակի վերահսկման համակարգի արդյունավետության մասին։ Մարտահրավեր է մնում տեղական շուկան, որտեղ ստուգված 56 ընկերություններից 33-ում 49 նմուշներում արձանագրվել են խախտումներ։ Վրացական երաժշտության համերգ Փարիզում։ Միջոցառումն անցկացվել է Եվրոպական ավանդույթները վրացական երաժշտության մեջ խորագրով։ Հանդիսատեսի առջև հանդես է եկել նվագախումբը Նիկա Նիկվաշվիլիի ղեկավարությամբ։ Մասնակցել են նաև Վրաստանում եւ նրա սահմաններից դուրս գործունեություն ծավալող վրացի արվեստագետներ, օպերային երգիչներ Յանո Ալիբեգաշվիլին եւ Գյորգի Անդղուլաձեն, ջութակահար Լելամ Ճեդլիձեն եւ երիտասարդական կապելլան Մեկո Քավթարաձեի ղեկավարությամբ։ Համերգն անցկացվել է Վրաստանի մշակույթի
նախարարության կազմակերպմամբ եւ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ։